Այսպես փոքր բայց ամուր քայլերով, առանց ավելորդ մեծամտության, ամեն բարձրացող մետրի հետ ավելացող հուզմունքով ու համառությամբ 25-ամյա Աննա Ծատուրյանը դարձավ Հայաստանի առաջին կինը, որը ոտք դրեց 7000 մետրից ավելի բարձրություն ունեցող լեռան գագաթին։ 5000 մետրից բարձր 4 լեռներից՝ Արարատից, Դամավանդից, Կազբեկից ու Էլբրուսից հետո Աննան որոշեց մեծացնել վերելքների ու հնարավորությունների սահմանը։ Հեշտ չէր, այդ երանելի վայրկյանների համար 6 ամիս մարզել էր մարմինն ու հոգին։ Ես էլ եմ սկսել զրոյից, ես էլ չեմ կարողացել քայլել, ես էլ երբ սկսել եմ իմ պարապմունքները, այնպես չէ վազքի պարապմունքները հատկապես շատ ծանր էին։ Ամեն պարապմունքից հետո լացում էի, այդ տենց են եղել իմ պարապմունքները։ Աննա Բայց այն որ ես պատկերացնում եմ, ես ինչի եմ ձգտում, ինչի համար է, որ ավելի լավ է հիմա ես դրա միջով անցնեմ, բայց հետո ես վայելեմ, ես դրան պատրաստ եմ։ Եթե դու հավատում ես, դու իսկապես երազում ես, դու սրտե ցանկանում ես դա, դու պետք է պատրաստ լինես այդ բոլոր դժվարությունների միջով հաղթահարել։ Առավել պատասխանատու էր այն, որ Հայաստանից միակ ներկայացուցիչն էր խմբում։ Հիշում է, քայլելիս մտածում էր ոչ միայն իր նպատակի, այլև այն բոլոր մարդկանց մասին, որոնց հետ վերջին ճամբարում խոսել էր, որոնք առանց կասկածի սպասում էին, որ Աննան գագաթ կհասնի։ Երբ 6-րդ ճամբարից արդեն պետք է քայլենք դեպի գագաթ, ես մտածում եմ, որ ճանապարհը այսպես ուղիղ կլինի։ Ուղղակի ուղիղ երկար ճանապարհ էի պատկերացնում։ Այնինչ ճանապարհը այսպես էր։ 7000-ի վրա դու անընդհատ լեռ ես բարձրանում, իջնում, ու քեզ անընդհատ թվում է վերջեն գագաթն է, դու հասար գագաթին, պարզվում է գագաթ չի։ Դեռ ամենամեծ դասը չեմ քաղել համբերատարության մասով։ Իմ մոտ այդ պորտկումները լինում էին։ Համբերատար լինել Աննային սովորեցնում են դժվար լեռները։ Հարցի պատասխանը, թե ինչու են մարդիկ ընդհանրապես լեռներ բարձրանում, մի նախադասությամբ է ձևակերպում։ Այնտեղ դու այն ես, ինչ կաս, մենակ քո իսկական եսի հետ, առանց ձևացնելու ու կեղծելու անհրաժեշտության։ Լեռներում, որ դուք առնչվում եք անընդհատ վատ պայմանների, դժվար պայմանների հետ, Երբ դա հաղթահարում եք ու գալիս եք սովորական առօրյա ձեր կյանքին, շատ խնդիրներին սկսում եք թեթև նայել։ Այդ ամեն ինչից ինչ դուք նյարդայնանում եք, չգիտեմ, ձեզ վրա ազդում է, դուք ավելի պորտ կունեք արձագանքում, սկսում եք արդեն ուրիշ ձև նայել, ավելի հանգիստ եք դառնում։ Բայց այս պատմության միակ հերոսը Աննան չէ։ Նրա բոլոր քայլերի հետևում չերևացող ինչ-որ տեղից նրան ուղեկցում էր Մոհամմադ Զահերին, պրոֆեսիոնալ իրանցի քուրդ լեռնագնացը, որն արդեն 3 տարի ապրում է Հայաստանում։ Որն էր իմ առաջին տպավորությունը, սովորական աղջիկ էր, բայց մի փոքր ծույլ։ Օրինակ աշտահակ բարձրանալու ժամանակ, երբ 10 րոպե ընդմիջում էինք անում, նա 8 րոպեն քնում էր։ Ես նայում էի նրան ու մտածում. Ինչու է նա այստեղ, ինչու է իր ժամանակը վատնում տանը հարմարավետ անկողնում նստելու փոխարեն։ Երբ այդ առաջին տպավորությունից հետո Աննան զանգեց Մոհամմադին եւ խնդրեց լինել իր մենթորը, վերջինս սկզբում տարակուսեց, հետո հասկացավ, Աննան տաղանդավոր է։ Այս աշխարհում հեշտ չէ գտնել մարդու, որը պատրաստ է վճարել իր նպատակի գինը։ Բոլորն ուզում են բարձրանալ Էվերեստը, բոլորն ուզում են հասնել 7000 մետր եւ ավելի բարձրության, հատկապես ալպինիստական ոճով, բայց հավատացեք, մարդկանց 95%-ը պատրաստ չէ վճարել դրա գինը։ Մարդիկ պարզապես ցանկանում են։ Այսօրվա աշխարհում շատերը ինչ-որ բան սկսում են, բայց չեն հասցնում ավարտին։ 6 ամսվա մարզումները ենթադրում էին տեխնիկական աշխատանք, ծանր ուսապարկերով քայլ, վազք։ Լեռնագնացի խոսքով, սակայն ամենադժվարը Աննայի հոգեբանական վիճակը կառավարելն էր։ Ես պետք է ավելի շատ ժամանակ ու ուշադրություն հատկացնեի նրա զգացմունքներին, էմոցիաներին, նրա հոգնածությանը։ Երբ նա բարկանում էր, պետք էր կառավարել այդ բարկությունը, որպեսզի այն չխանգարեր մարզումներին։ Աննայի ամբողջ կյանքը կարծես ուղղված էր մեկ կետի՝ Լենին պիկին։ Մենք քայլում էինք դեպի այդ գիծը, որի վերջում Լենինն էր։ Իսկ ճանապարհի բոլոր կողմերից ճնշումներ կային՝ ընտանիք, ընկերներ, աշխատանք, դասեր, լեռներ եւ բազմաթիվ այլ բաներ։
Աննան իսկապես նվաճեց Լենին պիկը լեռնագնացության ամենապրոֆեսիոնալ եղանակներից մեկով՝ ալպինիստական ոճով։ Ավելի պարզ սա այն է, երբ վերելքի ժամանակ մարդը չի անցնում երկար կլիմայավարժեցում, ամեն ինչ անում է ինքնուրույն։ Լենին պիկ հասնելու ուղերձներից մեկը աշխարհի ու հատկապես Հայաստանի կին արշավասերներին հիշեցնելն էր։ Սա միայն տղամարդկանց աշխարհը չէ։ Ժամանակի ընթացքում այս հարցը կլուծվի ու նաև իմ մյուս ցանկությունը նա է եղել, որ ցույց տալ, որ աղջիկներն էլ կարող են մեծ նպատակներ ունենալ, պայքարել ու հասնել դրանց։ Աննան սկսել է լեռներ գնալ 2024-ից, երբ որոշեց բարձրանալ Արարատ։ Առաջին գագաթը եղել է Խուստուփը, այնուհետև անցել է Հայաստանի գրեթե բոլոր լեռներով, որն է ամենասիրելին հարցին դժվարանում է պատասխանել։ Հիացել է Սյունիքի բնությամբ ու Խուստուփով, մտապահել Քարկատարի ֆանտաստիկ եղանակն ու տեսարանները, վերադարձել Արագած մեծ ու դժվար վերելքներին պատրաստվելու համար։ Անահիտ Սվարյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։